Տիկին Արայան, ձեր ամուսին է Ազատության հրապարակում ակցիա է սկսել, այսպես ասած, կասեք ինչ ակնկալիքներ ունեք այս ակցիայից։ Ակնկալիքս միակ այն հույսով եմ, որ ժողովուրդը կզարթնի, մեզ պետք է որ ժողովուրդը զարթնի ու հասկանա ինչա կատարվում։ Գիտեք, այսօր քոչվորները կրակ են բացել Սյունիքի շրջանում եւ մշակույթի տանն են կրակել։ Դուք պատկերացնում եք վաղը ինչ կարող է լինի։ Ես չեմ ուզում մենք կորցնենք մեր հայրենիքը։ Ես չեմ ուզում իմ Հայաստանը կտոր բաժանեն։ Տորթի կտորների նման բաժանում են Հայաստանը, ես դա չեմ ուզում։ Դրա համար եմ ես այստեղ։ Տիկին Արայան, ձեր գործընկերներից, ոլորտից մշակութային, որևէ մեկը ձեզ աջակցում է, ձեր որոշումները հարգում է կամ ձեզ հետ միասին այստեղ շարժմանը միացել է։ Լևոնն է, մեր բավականին տաղանդավոր դերասան։ Կարծում եմ իրական հայերը կմոտենան, կգան մեզ։ Այն հայը, ով մտահոգված է իր հայրենիքի համար, այն հայը, ով չի ուզում կորցնի Հայաստան, այն հայը, ով փափագում է վերադարձնել Արցախ, կներեք, Արցախ, վերադարձնել նաև, ես գիտեմ, որ կգա այդ ժամանակը, հայքը մերը կլինի, իրանք կմոտենան եւ կգան կաջակցեն։ Մեզ ընդհանրապես պետք է միաբանվել, որ լինի հաղթանակ, ես դա եմ միանում ուզում։ Պարոն Արայանը ասաց, որ շարժման նպատակը իշխանափոխությունն է, նաև մերժել նախկիններին, որը արդեն հասարակության մեջ ձևավորված, այսպես խնդիր էր մերժել նախկիններին, թույլ չտար նրանց վերաընտրումը։ Ձեզ համար այս շարժման հաջողությունը որը կլինի, բացի Նիկոլ Փաշինյանի հեռանալուց, կլինի ինչ-որ մեկը, քաղաքական որևէ ուժ, որը իր ձեռքը կվերցնի ղեկավարումը երկրի։ Ես չեմ կարող ասել, նայեք, երկրի ղեկավար ընտրում է ժողովուրդը, չէ, այսպես են ասում, բայց երկրի ղեկավարը պիտի լինի նաև հայր ժողովրդի համար։ Թագավոր ինչ է նշանակում, թագավոր նշանակում է ծառա, չէ, ինքը պիտի ծառայի ժողովրդին, տեսեք, եթե երկրի ղեկավարը չի ուզում ծառայել իր սեփական ժողովրդին, որպես հայր, չի սիրում հային, չի սիրում Հայաստանը, ու սենց հավեսով բաժանում է տարածներ, դե լավ տանք, որ մեզ չուտեն հում, էս էլ տանք, էն էլ տանք, էն էլ տանք, մենք կդառնանք ցիգան, հասկանում եք, մենք կդառնանք անհայրենիք, հայը այդ ժողովուրդը չի, հայ լինելը պատիվ է, հայ լինելը հզորություն է, հայ լինելը աստվածային շնորհ է, դուք հասկանում եք, հիմա ես ձեր աչքերի մեջ նայում եմ, ես հայ եմ տեսնում, եկեք կապենք աշխարհի բոլոր ժողովուրդների բերանները, որ ազգի բերանն է, որ ազգի աչքերն է խոսելու, միայն հայինը, որովհետև հայի արյան մեջ Աստծո դենթն է, հայի դեմ ոչ մեկ չի կարող պայքարել, եթե հայը միաբանվի, մեզ դա է պետք հիմա։ Դուք այստեղ եք, որ հայերին միաբանեք։ Հուսով եմ, ես խնդրում եմ Աստծուն, որ Աստված իմաստություն տա մեզ բոլորիս, որովհետև բոլորս դրա կարիք ունենք, որ ի վերջո բոլորս ոտքի կանգնենք ու փրկենք մեր Հայաստանը, մենակ դա եմ ուզում ես հիմա, իմ փափագը դա է։